Աստված մեր ապավենն ու զորությունն է նեղությունների մեջ, մեզ մեծ օգնական է։ Սաղմոս 46:1-ն է ասում։ Սիրելիներ, մենք բոլորս մեղավոր ենք և ըստ օրենքի արդարության արժանի ենք մահվան։ Մեր այրան վրեժ խնդիրը մեղքի դատապարտությունն է, բայց Աստված տվեց մեզ Հիսուս Քրիստոսին որպես մեր ապաստան, փառք Տիրոջը։ Ինչպես քաղաքի դռները միշտ բաց էին փախստականի առաջ, այնպես էլ Քրիստոսի գիրկը միշտ բաց է ամեն զղջացող մեղավորի համար։ Երկրորդը, ազատագրում քահանապետի մահով։ Սա այս գլխի ամենախորը գաղտնիքն է։ Թվոց 35:28-ում գրված է մի զարմանալի օրենք. փախստականը պետք է մնար այդ քաղաքում և չէր կարող տուն վերադառնալ այնքան ժամանակ, քանի դեռ ողջ էր քահանայապետը։ Բայց քահանապետի մեռնելուց հետո նա ազատ էր արձակվում և կարող էր վերադառնալ իր կալվածքը։ Մտածեք սրա մասին, ինչու հենց քահանապետի մահը պետք է ազատություն բերեր, որովհետև սա մատնանշում է մեր մեծ քահանապետի Հիսուս Քրիստոսին։ Սիրելիներ, մենք փակված էինք մեր մեղքերի մեջ, բայց երբ մեր քահանապետը Հիսուսը մահացավ խաչի վրա, նրա մահը դարձավ մեր ազատության գինը։ Նրա մահով մեր բոլոր հանցանքները ջնջվեցին և մենք իրավունք ստացանք վերադառնալու մեր հայրական ժառանգությանը, Աստծո արքայությանը։ Սիրելիներ, գուցե այսօր դուք ձեզ զգում եք հալածված ձեր անցյալի սխալներից կամ դատապարտված օրենքի կողմից։ Հիշեք, ձեր ապաստանը պատրաստ է։ Մի փորձեք ինքնուրույն արդարանալ, այլ վազեք դեպի Քրիստոսը։ Նրա մեջ դուք ապահով եք և նրա մահը ձեզ տվել է հավիտենական ազատություն։ Փառք Տիրոջը։